ինչու է գլուխը ցավում եւ երբ է գլխացավն արդեն վտանգավոր դառնում։ Սովորաբար բուժառուները նշում են ունակ երկկողմանի այսպես քունքային հատվածի, ճակատային հատվածի սեղմող բնույթի գլխացավ, որը ճնշող ինչ-որ զգացողություն է առաջացնում։ Գլխացավն ու արյան ճնշումը միշտ է իրար հետ փոխկապակցված։ Երևի թե կարելի ասել, որ ամենաշատ միֆերից մեկը, որ ուղիղ կապ ունի ճնշումը կամ եղանակը գլխացավի հետ, միշտ չէ, որ դա իրականությանը համապատասխանում է։ Կան մարդիկ, որ նշում են գլխացավը աչքերից է։ Տեսողությունս լարում եմ, ունենում եմ գլխացավ եւ կամ պարանոցիցս։ Եթե մարդ չկրի, իսկ ինքը ակնոցի կարիք ունի, դա կոչվում է ակոմոդացիա, երբ որ փորձում ենք ակնաշարժ մկանները անընդհատ լարել, պատկերը ավելի հստակ տեսնելու համար, դա եւս կարող է բերել գլխացավերի։ Երբ որ մարդ շարաշահում է, ցավազերկող հակաբորբոքային պրեպարատները անկանոն է խմում, մշտապես է խմում, ձևավորվում է նոր գլխացավի տեսակ։ Երբ է գլխացավն արդեն վտանգավոր դառնում, միգրենի մասին առաջացման պատճառների։ Եթե դուք հարցնեք արդյոք ինքը կյանքի համար վտանգավոր է, ես բնականաբար կասեմ, որ ոչ։ Կյանքի տևողության համար որպես այդպեսին միգրենը վտանգ չի ներկայացնում, չի համարվում վտանգավոր, բայց կյանքի որակի համար միանշանակ։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք գլխացավերի տեսակների, առաջացման պատճառների եւ բուժման ձևերի մասին։ Ինչու է գլուխը ցավում եւ երբ է գլխացավն արդեն վտանգավոր դառնում։ Մեր հյուրն է նյարդաբան Ռիփսիմա Պոդոսյանը։ Բարև ձեզ բժշկուհի, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մասնակցելու մեր հաղորդմանը։ Ես եւս շնորհակալ եմ հրավերի համար։ Խոսելու ենք գլխացավերի մասին, պետք է ասենք, որ այո, երևի մարդ չկա, որ կյանքում գոնե մեկ անգամ գլխացավ ունեցած չլինի, բայց կան նաև այնպիսիք, որ գլխացավերից ուղղակի տառապում են։ Այսօր փորձենք հասկանալ, թե ինչ է գլխացավը՝ հիվանդություն, թե ախտանիշ։ Շատ լավ հարց է, շնորհակալ եմ։ Առհասարակ տեսեք նայած մենք ինչ գլխացավի մասին ենք խոսում։ Ես միևնույն ժամանակ եթե ասեմ, որ գլխացավը այո, դա սիմպտոմ է, չենք սխալվի, եւ միևնույն ժամանակ գլխացավերի տեսակներ կան, որոնք հենց ինքնուրույն հիվանդություններ են։ Այսինքն, եթե ճիշտ ձևակերպենք, գլխացավերը լինում են առաջնային եւ երկրորդային։ Առաջնային գլխացավերը դրանք այն գլխացավերն են, որոնք ինքնուրույն հիվանդություններ են, օրինակ լարվածության տիպի ամենատարածված գլխացավերը միգրենը, կլաստերային եւ շատ ու շատ տեսակներ կան։ Եվ կան երկրորդային, որոնք օրինակ ինֆեկցիայի արդյունքում ջերմության, բարձր ճնշման, երկրորդային բնույթին, որովհետեւ հիմքում մեկ այլ հիվանդություն է։ Փաստորեն միֆ չէ, որ գլխացավերի ավելի քան 150 տեսակ գոյություն ունի։ Ամենատարածվածներին անդրադառնանք եւ ինչպես են դրանք դրսեւորվում, ինչպես ճանաչել։ Շատ լավ, համընդհանուր շատ հարց է։ Եթե այսպես շատ ազատ թողնում է, որ ձևակերպեմ, հա, գլխացավերի տեսակը, գլխացավերը իրոք շատ տարածված տեսակները, երևի թե ամենատարածվածը մարդկության շրջանում դա առաջինը լարվածության տեսակն է, հենց այդպես էլ կոչվում է լարվածության տիպի գլխացավ, որը սովորաբար ուղեկցում է որոշակի բնորոշ սիմպտոմներով, հա, դա օրինակ երկկողմանի են հիմնականում լինում գլխացավերը, այսինքն ոչ թե մի կես, այլ ամբողջ գլուխն է ցավում։ Սովորաբար բուժառուները նշում են ունակ երկկողմանի այսպես քունքային հատվածի, ճակատային հատվածի սեղմող բնույթի գլխացավ, որը ճնշող ինչ-որ զգացողություն է առաջացնում։ Այդ դիսկոմֆորտը գնահատում են որպես միջին, սովորաբար շատ ինտենսիվ չի լինում, ըստ ինտենսիվության մենք խնդրում ենք նույնիսկ սանդղակա 0-ից 10, հա, ըստ վասի, շատ օգնում է կողմնորոշվել, ինչքանով է դա ազդում բուժառօրինակ կյանքի վրա, ինչքան ուժգին է եւ դու ինչ դեղորայքային օրինակ մարտավարություն մշակես։ Սովորաբար լինում են օրվա ավարտին, հիմնականում ստրեսի, դիրքի հետ շատ կապ ունեն։ Իդեպ հիմա էլ դիգիտալ, այսպես ասած, դարում, հա, որ մարդիկ ովքեր շատ հաճախ գadgetների համակարգչի եւ հեռախոսներն են ձեռքին բռնած, իրենք սովորաբար այս դիրքում ֆիքսված գլխով են, մկանները լարվում են եւ սովորաբար ունենում են լարվածության տիպի գլխացավ։ Եվ բավականին համեմատած մյուս տեսակների լարվածության տիպի գլխացավերը ինչով են լավ, որ սովորաբար հեշտ են ենթարկվում դեղորայքի եւ նույնիսկ ուղղակի հանգիստը, մերսումը, հա, մկանների թուլությունը, պատճառի վերացումը կամ որոշակի վարքագիծ կարող է արդեն իսկ մեղմացնել կամ վերացնել ցավը։ Երկրորդ ամենատարածվածը, որ եւս երկու բառ ասեմ էլի կքննարկենք, դա միգրենն է։ Չնայած որ տեսեք ամենատարածվածը համարվում է լարվածության տիպի գլխացավը, բայց միգրենը, որի պատճառով ավելի հաճախ են դիմում բժշկի, որովհետև եթե լարվածության տիպի գլխացավը քիչ շատ կարողանում է մարդ ինքնուրույն կառավարել, արդեն հասկանում է այդ օրինաչափությունը ինչ անի որ մեղմանա, միգրենի դեպքում մի փոքր դժվար է եւ միգրենը անհամեմատ ավելի շատ է ազդում կյանքի որակի վրա, այսինքն միգրենը համարվում է ամբողջ աշխարհում անաշխատունակության առաջատար պատճառներից մեկը։
Ավելի մանրամասն կանդրադառնանք միգրենին, կան մարդիկ, ովքեր ունենում են գլխացավեր եղանակային փոփոխություններով պայմանավորված, սրանք որ տիպի գլխացավերն են եւ գլխացավն ու արյան ճնշումը միշտ է իրար հետ փոխկապակցված։ Երևի թե կարելի ասել, որ ամենաշատ միֆերից մեկը, որ ուղիղ կապ ունի ճնշումը կամ եղանակը գլխացավի հետ, միշտ չէ որ դա իրականությանը համապատասխանում է։ Նույն օրինակ տեսեք, այն մարդիկ, ովքեր ունեն լարվածության տիպի գլխացավ կամ միգրեն, եղանակային փոփոխությունից կարող են էլի սրացում ունենալ։ Նույնը միգրենը։ Միգրենը սիրում է կանխատեսելիություն, սիրում է ամեն ինչ օրինաչափ լինի, հանգիստ լինի եւ նույնիսկ ինչ որ փոփոխություն կամ ստրեսային իրավիճակ կարող է հրահրել։ Բայց եւ չենք երգում, որ մարդիկ կան, ովքեր մթնոլորտային ճնշման հանդեպ շատ զգայուն են եւ առաջին իրենց օրգանական կամ զգացմունքային ֆիզիկական վիճակը կարող է փոխվել հենց գլխացավի տեսքով։ Ճնշման դեպքում ինչ կուզեմ ասել, որ շատ հաճախ զարկերակային ճնշումը, եթե օրինակ մոտավոր 140, 160 եւ ավել չէ, շատ հազվադեպ է, որ գլխացավը պայմանավորված լինի զարկերակային ճնշման բարձրացման, օրինակ 120-ը, 30-ը, եթե դու հիպոտոնիկ ես, դժվար թե առաջացնի մշտապես կրկնվող գլխացավ, նույնիսկ շատ հաճախ բուժառուն ինքն է պնդում, ասում է, ինձ թվաց, որ գլխացավս ճնշումից է, բայց չափում եմ նորմալ է։ Այսինքն սովորաբար կարելի ասել, որ ուղեղային երևույթներ, այդ թվում եւ գլխացավ առաջանում է զարկերակային ճնշման բարձրացման, եթե դա 140, 50 եւ ավելի բարձր է լինում։ Շատ լավ։ Կան մարդիկ, որ նշում են գլխացավը աչքերից է։ Տեսողությունս լարում ունենում եմ գլխացավ եւ կամ պարանոցիցս, հա, սրանց մասին ինչ կասեք։ Շատ լավ, վերջից սկսեմ, նույն պարանոցիային ցավը, տեսեք, նույնիսկ առանձին դասակարգում կա հենց ցերվիկոգեն գլխացավը, այդպես էլ կոչվում են, այսինքն ծագումը սկսվում է պարանոցից, մկանային լարվածությունից, բայց այստեղ էլի մի միֆ կա շատ տարածված, շատ մարդիկ ողջ կյանքում ապրում են առաջնային տիպի գլխացավով եւ ողջ կյանքում մտածում, որ դա օստեոխոնդրոզի պատճառով է, ինչքան հաճախ ենք լսում, այո, օստեոխոնդրոզն է ցավում։ Իրականում դա միֆ է։ Օստեոխոնդրոզը ինքը վաղուց արդեն որպես դասակարգում հիվանդություն չի համարվում։ Դա կարելի ասել բնականon process է, որ 25-30 տարեկան շատերս ունենք այդ որոշակի դեգեներատիվ փոփոխություններին համընթաց ողնաշարի եւ պիտի գլխացավի չբերեն։ Այլը ցերվիկոգեն ցավը, որը պարանոցի այո մկանային լարվածությունից, էլի նստակյաց դիրքից, ինչու ոչ կեցվածքի շեղումներից, եթե դրանք որոշակի պրոֆեսիոնալ կամ վարքագծային փոփոխությունների գաջեթի վրա է անընդհատ կախելուց կարող է լինել հենց մկանային լարվածությունը եւ տեսեք, քանի որ սրանք խոշոր հարվ ողնաշարային մկաններ են, իրենք չեն սահմանափակվում միայն պարանոցում ցավով, իրենք ողջ սկալպի վրա են տարածվում եւ այդպեսով կարող են նույն լարված ցավ, պարանոցից սկսվող առաջացնել գլխի շրջանում։ Տեսողության վերաբերյալ միանշանակ, գիտեք, շատ հաճախ մենք մոռանում ենք բուժառուին հարցնել, ակնոց կրում ես թե ոչ, կարիք ունես թե ոչ, բողոք ունես վերջերս տեսողությունդ նվազել է թե ոչ, որտեվ եթե մարդ չկրի, իսկ ինքը ակնոցի կարիք ունի, դա կոչվում է ակոմոդացիայի, երբ որ փորձում ենք ակնաշարժ մկաններ անընդհատ լարել, պատկերը ավելի հստակ տեսնելու համար, դա եւս կարող է բերել գլխացավերի։ Հրաշալի, երբ է գլխացավն արդեն վտանգավոր դառնում, միգրենի մասին առաջացման պատճառների խոսենք։ Միգրենը, եթե դուք հարցնեք արդյոք ինքը կյանքի համար վտանգավոր է, ես բնականաբար կասեմ, որ ոչ։ Կյանքի տևողության համար որպես այդպեսին միգրենը վտանգ չի ներկայացնում, չի համարվում վտանգավոր, բայց կյանքի որակի համար միանշանակ։ Չնայած շատ մասնագետներ կան եւ նույնիսկ բազմիցս տպվում են հոդվածներ, որ միգրենը նույնիսկ համարժեք է էպիլեպսիային ուղեղի ցնցումային ակտիվության, ինչու, որովհետեւ դա եւս գերդրթվելիություն է ուղեղում, որոշակի այսպես նեյրոնային ակտիվություն է գրանցում միգրենի նոպայի ժամանակ, էպիզոդի ժամանակ, որը խիստ ցանկալի չի եւ շատ հյուծում է ուղեղը։ Այո, բայց այլ տեսակետից օրինակ միգրեն ինքնիրենով վտանգավոր չէ, վտանգավոր է այն ազդեցությունը, որը ինքը թողնում է մարդու վրա եւ համարվում է, որ մարդկանց շատերը, ովքեր քրոնիկ միգրեն ունեն կրկնվող, որը չեն բուժում, համապատասխան բուժում, օգնություն մասնագետի կողմից չեն ստանում, ցավոք սրտի կյանքի մի ինչ որ մասը, հավորոշները նույնիսկ կեսը անցկացնում են անաշխատունակ, ունենում են կյանքի որակի զգալի նվազում եւ նույնիսկ չեն ռեալիզացնում իրենց բոլոր նպատակները, պլանները, ինչու ոչ նաեւ մասնագիտական հաջողություններ են դժվար գրանցում, որտեղ դա իրենց մշտապես խանգարում է։
Ցավոք, ինչից է միգրենն առաջանում, անդրադառնանք միֆերին, բարձենք իրականությունն է առհասարակ միգրենի հետ կապված, օրինակ երկար սոված մնալուց, կարող է միգրեն առաջանալ։ Միանշանակ այո, երկու բառասի միգրենի սիմպտոմներից, դա կարծես թե շրջանցեցին, միգրենը մի քիչ ավելի այսպես տիպիկ առանձնահատուկ է, տարբերվող է, շատ հաճախ բուժարուն ասում է, այ սա այդ տեսակը չի, սա տարբերվում է մշտական օրինակ այն երկկողմանի կամ միջին ինտենսիվության գլխացավից, սովորաբար միգրենը միակողմանի է լինում, շատ հաճախ նկարագրում են, որ ակնագունդն է ներգրավում դրա մեջ, հա, սովորաբար մի կիսագունդն է եւ հաճախ ինքը որպես կանոն պիտի հաջորդի մեկ աջ, մեկ ձախ կողմ լինի։ Շատ հաճախ փոխվում է զգայունությունը, ինչպես ասեցի, ուղեղի զգացողությունը փոխվում է, ինքը ավելի զգայուն է դառնում, այդ հիպերսենսիբիլիզացիա հասկացողություն կա, որը վերաբերում է այս դեպքում եւս նույնիսկ մշակումը լույսի հանդեպ, հա, ձայների հանդեպ, հոտերի հանդեպ խիստ փոխվում է, ուղեղի ընկալումը զգացողական մակարդակով փոխվում է եւ մարդ դառնում է գերզգայուն։ Մի քիչ բարձր աղմուկ վերջ, ցավը կարծես թե սահմանափակ։ Գնացինք ինչ որ միջոցառման, հարսանիք է, ուրախ միջոցառում է, հնարավոր չէ մնալ, որտեղ այդ աղմուկը։ Լույսերը, եթե շատ վառ լույս է, մթություն է, ինչ որ այսպես ինտենսիվ կոնտրաստ է լուսային, եւս կարող է հրահրել։ Եվ այսպես սահուն անցնելով ձեր հարցին ուտելը կամ սոված մնալը, հա, առհասարակ, ինչպես ասեցի, տեսեք մեր ուղեղը սիրում է դիսցիպլինա։ Միգրենը սիրում է քաոս, միգրենը սիրում է ոչ կազմակերպված, ոչ ռեժիմավորված առօրյա։ Ինքը սրվում է, երբ որ մենք օրինակ պիտի սովորենք, հա, լանչի ժամին կամ նախաճաշին բաց ենք թողնում, այդ դեպքում սովը, չնայած այո, կարող են կապել եւ գլյուկոզայի մակարդակի նվազեցման հետ, իսկ դա արդեն ստրես է ուղեղի համար, եթե արյան մեջ գլյուկոզան պակասեց, ուստի կհրահրվի օրինակ գլխացավը։ Դրա համար մենք շատ հաճախ նույնիսկ բուժումից զատ ես ինքս միշտ հորդորում եմ, ասում եմ դուք էլ պիտի ներգրավեք գլխացավի բուժման մեջ, որտեղ եթե դուք առօրյան ձեր չպահեք, օրինակ քնի որակը, սննդի ռեժիմը կամ ֆիզիկական ակտիվությունը, այդտեղ շատ բաներ կան, դժվար թե իմ դեղորայքը էֆեկտիվ լինի։ Բայց անդրադառնանք այդ գործոններին, հա, ինչպես բուժել միգրենը, ինչ խորհուրդ կտաք այդ տանջող գլխացավի ժամանակ։ Շատ լավ, միգրենը երկար ժամանակ իդեպ կարելի ասել ռևոլյուցիան այս վերջին մի քանի տարում եղավ, երբ միգրենը որպես նյարդաբանական դրսևորում հիվանդություն առանցին, հա, որպես հիվանդություն ունեցավ թիրախային բուժում։ Ինչքան հիվանդություններ կա, նյարդաբանները իմ գոլեգաները կփաստեն, որոնք թիրախային բուժում ցավոք սրտի դեռ չկա, հայտնի չկա։ Շատ դեղորայքեր կան, սիմպտոմ, խուսափելու, մեղմացնելու, բայց թիրախային բուժում չկա։ Եվ վերջին տարիներին նույնիսկ կա հենց այդ մոլեկուլի վրա ազդեցությունը, որը համարվում է, որ հրահրում է միգրեն։ Հեսա մի փոքրուց դրան անդրադառնանք, եթե դեղորայքի մասին խոսենք։ Առհասարակ, ինչպես ասացի, միգրենը սիրում է քաոս։ Եթե դու ուզում ես բուժել միգրենը եւ քո բուժառուն մարդը, ով տառապում է առհասարակ միգրենից, ինքը եւս պիտի ներգրավի, ինտեգրվի իր բուժման process-ի մեջ։ Շատ կարեւոր է վարքագծից պնդել, ասել, որ քնի հիգիենան օրինակ կարեւոր է։ Եթե չկա առողջ քուն, դա օրինակ 6-ից 8 ժամ կեսգիշերին մոտ քնելն է։ Բավականին շատ է հրահրվում միգրենը։ Եթե ժամանակին չենք սնվում եւ բազմազան, օրինակ, հա, տարբեր ճարպեր, սպիտակուց եւ ածխաջրեր, ելի հնարավոր է միգրեն լինի։ Եթե ջուր բավարար չենք խմում, շատ էլի հոդվածներ կան, որոնք պնդում են, որ եթե մենք դեհիդրատացված չենք, ամերիկացիները շատ լավ ասում են մնացեք հիդրատացված, այսինքն ջրով միշտ հագեցած եղեք, ծարավ մի մնացեք, եւս կարող է։ Վատ օդափոխությունը իդեպ այն մարդիկ, ովքեր փակ սրահներում են աշխատում, սենյակներում, որտեղ շատ մարդաշատ է եւ քիչ է օդափոխվում կամ մաքուր օդին քիչ են լինում, իրենք եւս հակված են ավելի շատ միգրեն ունենալու։ Եվ իհարկե նշեմ ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նաեւ բոլոր հիվանդությունների դեպքում, այս դեպքում եւս ստրեսը թոթափելու համար, ինչի՞ չէ, ավելի հեշտ հաղթահարելու համար ու առողջ ֆիզիկական վիճակ ունենալու համար, եւս միգրենի համար ֆիզիկական ակտիվությունը համարվում է կարևոր գործոն։ Դեղորայքի մեջ առանձնացնեմ այսպես, տեսեք, դեղորայքը կա մեկը, որը արգելակում է միգրենի ուղղակի էպիզոդը, նոպան, սկսվեց, դու զգում ես, որ հիմա կունենաս միգրեն, անմիջապես ընդունիր այս կամ այն հաբը։ Բայց եւ կա կանխարգելիչ բուժում։ Սրանք պետք է տարանջատել։ Ցավոք սրտի այն ամենամեծ խալները, որոնք մեր բուժառուներ այն մարդիկ, ովքեր ունեն միգրեն, թույլ են տալիս, դա նա է, որ ընդունում են արգելակող դեղորայքը ամեն օր։ Այսինքն ընդունում են չարաշահելով ու նույնիսկ գլխացավերի մի տեսակ կա, որը հենց չարաշահման գլխացավ է կոչվում։
Այսինքն ամեն անգամ դու դեղորայք օգտագործելով հրահրում ես քո սեփական գլխացավը։ Դրանք կոչվում են աբուզուսային կամ դեղորայքային չարաշահման գլխացավեր։ Դրա համար կարևոր է հասկանալ, արդյոք դու ամիսը 4-5 անգամից ավել ես ունենում գլխացավ, արդյոք օգտագործում ես օրինակ 4 անգամը միայն արգելակողը, որը կարելի է էպիզոդի ժամանակ, եւ արդյոք դու կարիք չունես արդեն կանխարգելիչ բուժման։ Այդ դա հարց է, որ պետք է քննարկել բուժող, վարող բժշկի հետ, որտեղ դա շատ կարևոր է չարաշահելու դեպքում ստամոքսալիքային տրակտից սկսած մյուս օրգան համակարգերը կարող են տուժել եւ վերջի վերջով մի օր կգա, որոնք ոչ թե չեն օգնի, այլ նույնիսկ կհրահրեն գլխացավ։ Ոստի շատ կարևոր է ճիշտ ժամանակին անցնել կանխարգելիչ բուժման։ Դեղորայքը շատ տարբեր է։ Շատ լավ։ Փաստորեն կանխարգելիչ բուժման անցնելու համար ցուցումը արկա գլխացավերն են նրանց հաճախականությունը։ Շատ ճիշտ ասեցիք, այո, հարգելի Կարինե, որ իրականում կարևոր է։ Մենք ամենաշատը որ հարցնում ենք, նույնիսկ շատ հաճախ միգրենի կամ գլխացավի օրագիր ենք տալիս, որտեղ գիտեք շատ դժվար է, մարդը ինքը առօրյան ապրում է, շտապում է, միշտ ինչ որ առաջադրանքներ ունի, ճազմագործոն է, ու ինքը ժամանակ չունի նկատելու երբ սկսեց, ինչից հրահրվեց, քանի անգամ վերջի ամսում շատ հարցեր կա տալիս են, ասում են դժվարանում եմ նկարագրել։ Շատերը եւ նույնիսկ հանում են թերթիկ, ասում են այ գրել եմ, որպեսզի հիշեմ։ Կարևոր է նախ հասկանալ, ճանաչել, այո, ինչքան հաճախ է։ Ինչպես ասեցի, եթե ամիսը 5 անգամից ավել մարդ ստիպված է ընդունել դեղամիջոց, ամենայն հավանականությամբ ինքը կարիք ունի արդեն կանխարգելիչ բուժման։ Եթե շատ ինտենսիվ է, տեսեք, կարող է նկարագրել օրինակ 2-3, բայց այնքան ինտենսիվ է, որ մարդ ոչ խոսել է ուզում, վարքն է նույնիսկ փոխվում, այսինքն ուզում են մութ սենյակ, իզոլացվել մթության մեջ, լռության մեջ, խոսելու, շփվելու անգամ ունակ չեն եւ իրենց խիստ այդ պահին պետք է այնպիսի դեղամիջոց, որը օգնում է։ Լավագույն լուծումը, որ մենք ասում ենք, անմիջապես ընդունիր, որտեղ եթե դու թողնում ես ցավը հասնի իր պիկին, շատ դժվար է նույնիսկ արգելակող դեղամիջոցը օգնում։ Այդպես որ այս դեպքում կարևոր է այո, ազդեցությունը կյանքի որակի, հաճախականությունը, ինտենսիվությունը։ Եվ ժամանակին ընդունել դեղորայք, ինչից են խուսափում բժշկուհի, եկեք հասկանանք վախեր ունեն, ինչ կողմնակի ազդեցություն կարող է ունենալ դեղորայքը։ Կարելի ասել շատ լավ հարց տվեցի, գիտեք, մեր ազգաբնակչության մեջ ես նկատել եմ մի քիչ տարեհեղություն կա այդ առումով, ոմանք ընդունում են քաոտիկ, չվերահսկված ու ամենատարբեր դեղահաբերը ու շատ ոչ հիմնավոր, երբ որ կարելի է վարքագծային ինչ-որ շտկում անել ու չունենալ կամ կանխել ցավը, ոմանք էլ խիստ խուսափում են նույնիսկ թիրախային եւ ցուցում ունեցող դեղամիջոցների օպտիմալ օրինակ դեղաչափից կամ տևողությունից։ Այդ իմաստով եթե ասեմ, շատ կարևոր է հասկանալ, եթե այդ դեղը քեզ ցուցված է, քննարկել վարող բժշկի հետ, արդյոք կարող եմ քանի հատ օգտագործել, հա, օրը 2 անգամ կարող եմ թե ոչ։ Նույնիսկ պլան B մշակել, չօգնեց, հետո ինչ պիտի անեմ, դա եւս կարևոր, գիտեք, շատերի հետ մենք զրուցում ենք, փորձում ես այդ 15-20 րոպեն բուժառն էլ դեռ չգիտի ինչ հարցեր քեզ տա։ Կարևոր է այդ հարցերը մշակել եւ հասկանալ, օրինակ, եթե սա չօգնեց, իմ հաջորդ քայլը որը պիտի լինի։ Այո։ Հիմնականում խուսափում են նրանից, որ դեղը կարող է վնաս տալ առողջությանը, հիմնականում օրինակ ինչու ոչ ստամոքսալիքային տրակտին, երիկամներին, լյարդին, որոնք պիտի մարսեն, դուրս բերեն այս դեղամիջոցները։ Սովորաբար վախենում են, որ կկապվեն դեղորայքին, որտեղ նույն օրինակ միգրենի, ինչու ոչ նաև լարվածության իդեպ գլխացավերի կանխարգելիչ բուժման սխեմայում կան հակադեպրեսանտներ։ Շատ հաճախ բուժառուն զարմանում է, ասում են, ինչու են ինձ ցուցել, ես դեպրեսիա չունեմ։ Բայց այո, մեխանիզմը քանի որ նման է, տագնապային խանգարումների, ստրեսի, դեպրեսիվ խանգարումների եւ առասարակ ցավի մշակման հենց այդտեղ է առանց խորանալու, հա, այդ պաթոֆիզիոլոգիական process-ների մեջ, որ հակադեպրեսանտը նաեւ կարող է իրենց օգնել։ Հիմնական մտավախություն նաեւ դա է, ինչու պիտի խմեմ, բա որ իմ վարքագիծը կենտրոնացումը փոխվի, որ ես կապվածություն ունենամ այս դեղորայքից եւ հիմնականում բացատրվում է, որ եթե օպտիմալ դեղաչափով եւ տևողությամբ դեղը ընդունվի, որպես կանոն կախվածություն չի զարգանալու, այլ միայն փոխվելու է կյանքի որակը դեպի լավը։ Այո, պետք է ասել, որ շատերը գլխացավերից ազատվելու համար ցավազրկողների օգնությանն են դիմում, բայց կան մարդիկ, որ ասում են երբեմն չի էլ օգնում։ Ինչու բժշկուհի եւ ցավազրկողների մասին առհասարակ երբ է վտանգավոր դառնում ցավազրկողը։ Շատ լավ հարց, ցավազրկողը եթե ասենք երբ է դառնում վտանգավոր, երբ որ օրինակ մարդ ունի ինչ-որ անտանելիություն, ունի երիկամային անբավարարություն, ունի ստամոքսային հիվանդություն, խոցային հիվանդություն սրացման փուլում, այո, ոչ ստերոիդ, հիմնականում խոսքը գնում է այդպես ճիշտ ձևակերպումով, ոչ ստերոիդ են կոչվում հակաբորբոքային պրեպարատները,
որոնք կարող են խիստ ազդեցություն ունենալ, սրել ու նույնիսկ վատթարացնել մարդու վիճակը, արյունահոսության բերել կամ լարդի երիկամի վնասի հասցնել։ Դա եւս բժիշկը նշանակելուց եւ ցուցելուց խիստ ուշադրություն դարձնում է անամնեզին, հարցնում է եւ այլն։ Կամ ցավազրկողների չարաշահումը կարող է նոր գլխացավի հանգեցնել։ Այո, որ ցավը նշում է այդ նույն աբուզուսային, հենց ճիշտ դրա մասին ենք խոսում, որ երբ որ մարդ շարաշահում է, ցավազրկող հակաբորբոքային պրեպարատները անկանոն է խմում, մշտապես է խմում, ձևավորվում է նոր գլխացավի տեսակ, եւ նույնիսկ ամեն դեղամիջոց օգտագործելուց գլխացավը հրահրվում է, ոչ թե անցնում, փոխարենը անցնի։ Հիմա երբ պետք է դիմել ցավազրկողի օգնությանը։ Մենք ամբողջ աշխարհում կա այդպիսի OTC հասկացողություն, կան դեղամիջոցների ցանկ, որոնք դու իրավունք ունես գնալ դեղատուն ինքնուրույն գնել։ Գլուխը ցավեց, առաջին ասում եմ առաջնային արսենալի դեղամիջոցները, ցավազրկողները սովորական, եթե սկսենք ամենապարզունակից, պարացետամոլը, իբուպրոֆենը եւ այլ, չգիտեմ, դեքսկետոպրոֆենը, այդպես շարունական մի շարք դեղորայքային խմբեր, որոնք կարող են էֆեկտիվ լինել եւ թույլատրելի են, եթե դու քեզ հայտնի հակացություն չունես, նշեցի, ստամոքսային տրակտի խանգարում, իդեպ արյունը ջրիկացնող պրեպարատներ օգտագործող հիվանդները եւս պիտի իմանան, որ սրանք կարող են իրար մի քիչ ավելի ագրեսիվ ազդել եւ հրահրել մեկը մյուսի ազդեցությունը եւ իհարկե զարկերակային գերճնշում ունեցողներին որոշ հակաբորբոքայիններ ցանկալի չեն, որտեղ եւս երկրորդային մեխանիզմով կարող են ելավել բարձրացնել ճնշումը, դա եւս կարելի է իմանալ։ Պլազմալգոլի մասին են հարցնում, որքանով է ընդունելի, հա, գլխացավի դեպքում։ Շատ լավ, տեսեք, մենք նույնիսկ սովորություն ունենք, մենք նյարդաբաններս, առաջնային ուղղակի բժիշկները նույնիսկ նշանակել, մենք իրենց ասում ենք նեոռելաքսանտներ։ Սպազմալգոլը ունի որոշակի, անունն էլ արդեն ասում է, սպազմահանող էֆեկտ ունի եւ այն դեպքերում, երբ որ մենք ունենք հենց մկանային լարվածության ծագման գլխացավ, նույն օրինակ լարվածության տիպի, շատերը նույնիսկ ասեմ ձեզ պնդում են, որ հենց միգրենոզ ցավը նոր ուզում է սկսվի, իրենք դա խմում են, հիմնականում թեթևանում է։ Ինչու ոչ, կարող է իրոք ստրեսի լարվածության ֆոնին է հրահրվում իրենց քրոնիկ գլխացավը միգրենի տեսքով եւ եթե իրենք շուտ են օգտագործում, մեղում է։ Այսինքն նույն օրինակ սպազմալգոնը, որ դուք ասի կամ այլ մկան հանգստացնողը, մագնեզիումը շատերը օգտագործում են, հենց այդ մեխանիզմով, եթե կա լարվածության, մկանային լարվածություն հիմքում, ապա շատ դեպքերում կարող է օգնել։ Ես կուզեի այստեղ փաստել, որ չեն կարող ասել մի օգտագործեք։ Միանշանակ ոչ, եթե կա առաջնային արսենալի դեղամիջոց, որը ձեզ օգնում է, եւ դուք չեք չարաշահում ամիսը 5-ից ավել, հանգիստ կարող եք օգտագործել։ Անդրադառնանք տարածված միֆերին, բարձենք իրականությունը գլխացավերի մասին։ Ջրի պակասից կարող է գլխացավ առաջանալ։ Այո, շատ ցանկալի է օրական 1.5-2 լիտր ջուր օգտագործել գլխացավ չունենալու համար։ Կան գլխացավեր, որոնք առաջանում են պարկած դիրքից։ Եթե պարկած եւ առհասարակ դիրքի փոփոխությունից մարդունի գլխացավ պետք է հաշվի առնել, որ հնարավոր է ինչ-որ անոթային հիվանդություն կամ ուղեղի այլ ախտահարում լինի, այնպես որ այս դեպքում խորհուրդ կտամ անպայման մասնագետի հետ խորհրդակցել։ Գլխացավի դեպքում միշտ պետք է ցավազրկող խմել։ Եթե գլխացավը չի նահանջում կամ գիտենք մեր մշտական ցավն է, որ պիտի շատանա երկարի միանշանակ արագ օգտագործել, չսպասել, բայց շատ միջոցներ կան, որոնք կարող են գլխացավի ժամանակ օգնել, հանգիստը, ջուր խմելը, մաքուր օդ շնչելը, նույնիսկ օրինակ թռչոց դնելը։ Սուրճը կարող է օգնել գլխացավի դեպքում։ Միևնույն ժամանակ այո եւ ոչ։ Միգրենի դեպքում կոֆեինի չարաշահումը կարող է բերել գլխացավերի հաճախացման, նույն լարվածության տիպի գլխացավին ընդհանրապես կոֆեին չօգտագործելը հակառակը կարող է գլխացավ առաջացնել, այնպես որ խորհուրդ է տրվում օրական 1 կամ 2 բաժակ օգտագործել։ Գլխացավը կարող է լինել վտանգավոր հիվանդության նշան։ Միանշանակ այո, սովորաբար դրանք կոչվում են կարմիր դրոշակներ, եթե գլխացավը շատ սաստիկ է, գայծակնանման է, մարդ բնութագրում է այնպիսի ցավ, որը կյանքում երբևէ չի ունեցել կամ օրինակ 50 տարեկան եւ ավել հասակում է, որ էլի բնորոշ չի, ապա այո, դա կարող է որևէ այլ նշան, ինֆարկտի, ինսուլտի նշան լինել, որ դեպքում պետք է հրատապ դիմել մասնագետի։ Շնորհակալություն բժշկուհի, ամփոփենք, ինչու է գլուխը ցավում եւ ինչ անել, որ չցավի։ Շատ լավ, շնորհակալ եմ Կարնե ջան, գլխացավը պիտի անպայման փաստեմ, որ ուղեղը ինքը չի ցավում։ Դե հաշվի առնենք, որ ցավում են իր հարակից կառուցվածքները։ Միգուցե անոթը, նյարդը, ռեցեպտորները, այսինքն հարակից ստրուկտուրաներն են ցավում, որոնք կարելի է համարել որպես ազդանշան են։
որ գլուխը, մեր նյարդային համակարգը եւ առհասարակ մենք գեր ծանրաբեռնված ենք եւ ինքը օգնության կարիք ունի։ Երբեմն վարքագծի փոփոխությունը, քնի որակի լավացումը, զբոսանքները հաճախակի օրինակ, չգիտեմ, հաճելի մարդկանց հետ առհասարակ սթրեսի կառավարումը եւ որոշ շտկումներ ռեժիմի եւ սննդակարգի եւ քնի հիգիենայի կարող են նույնիսկ գլխացավերը վերացնել։ Շնորհակալություն բժշկուհի հետաքրքիր եւ կարեւոր զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Մենք զրուցում էինք նյարդաբան Ռեպսիմե Պոդոսյանի հետ։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը։ Տիրապետեք ինֆորմացիայի հզոր ուժին, տարբերեք միֆը ձեր առողջության մասին։ Շարունակեք հետևել մեր հաղորդումներին, բաժանորդագրվեք առողջության մասին կարևոր ինֆորմացիան բաց չթողնելու համար։ Շնորհակալություն Յասաման ռեստորանին, ընկերական հանդիպումների ջերմ հավաքատեղի, ինչպես նաև շնորհակալություն Հովակիմյան էսթետիկ կենտրոնին համագործակցության համար։ Կհանդիպենք։